Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ մերոնք հավարի զրույցները եւ պիտի փորձեմ ներկայացնել թե ինչ է կատարվում համայն հայոց աշխարհում։ Ուրեմն փնտրտուքը ինձ բերեց Արցախ հերթական անգամ եւ պատճառը մեկն է։ Ուրեմն շուտով այստեղ ստորագրահավաք պիտի տեղի ունենա Սամվել Բաբայանը Արցախի հերոս հայտարարել է, որ պիտի մասնակցի ընտրություններին նախագահական եւ պիտի փորձի ըստ այդմ հավաքել ստորագրություններ։ Եկա որպեսզի տեղեկանամ ընդհանրապես ինչպես է կարգը ստորագրություններ հավաքելու եւ ձեռքս ընկավ մի փաստաթուղթ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված Ս. Արզումանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված մի փաստաթուղթ։ Սակայն մինչ այս աղբին անդրադառնալը, քանզի սա փաստաթուղթ չէ, սա այսպես ասած հանցավորած թուղթ է ավելի շատ, հիշեցնեմ Հովհաննես Թումանյանի օրերը թումանյանական են չարի վերջը, լինում է մի սար, են ծառում մի լինում է մի սար, են սարում մի ծառ, ծառում մի փչակ, փչակում մի բուն, բնում 3 ձակ ու վրան կուկու։ Ու երկում է կուկուն, կուկու, իմ կուկուներ, երբ պիտի դուք առնեք թևեր, թռչեք, գնաք ուրախանաք, միջև գալիս է խորամանկ աղվեսը։ Ահա, խորամանկ աղվեսը ըստ Թումանյանի այս պահին կարծես թե Արցախի իշխանություններն են, այսինքն վստահաբար, եւ կուկուն ժողովուրդն է, կուկուն, ամմեղ կուկուն, ում ձագերը Արցախի իշխանությունները համառաբար ուրեմն հոշոտում են տանում իրենց ծառա։ Մի դեպքում սահման են պահում, հետո տարիներ է անցնում եւ պարզվում է, որ 22 տարի անց հրադադարից հետո Արցախի սահմանում զինվորը զրահաբաճկոն չունի։ Զինվորը, այսպես ասած, հնամաշ հագուստներով, ճտկակոշիկներով պատառոտված, իսկ Արցախի իշխանությունների պահապանները, ինչպես մի արցախցի շատ այսպես դիպուկ նկատեց, ասեց սրանց տեսքը ոնց որ մուրազով պահած խոզի տեսքը լինի։ Նրանք բոլորը փառահեղ, տակուկ, զինվորը սահմանում, սովալուկ ու ուրեմն առանց տեսանելիության սարքերի եւ ինչպես արդեն ասացի, առանց զրահաբաճկոնի։ Ահա, այսպիսին էին Արցախի իշխանությունները մինչ 16 թվականը, 16 թվականից հետո ուրեմն դարձյալ սահմանադրական փոփոխություն այստեղ տեղի ունեցավ, նոր կարգ եկան ուրեմն Հայաստանի սահմանադրական կարգին մոտեցան, որպեսզի երկիրը, այսպես ասած, համահունչ շնչի մայր հայրենիքի հետ, կամ այս տարածքը, որ այսօր մենք ասում ենք Արցախի Հանրապետություն կամ հայկական երկրորդ հանրապետություն, բայց Արցախի իշխանությունները, այնպես ինչպես Սերժ Սարգսյանը փորձեց Հայաստանում իր վրայով կարել սահմանադրությունը, ինչը Փառք Աստծո չստացվեց եւ հենց իր գլխին փորձանք դարձավ, Արցախի իշխանությունները եւս ամեն ինչ արել են, որպեսզի իրենց վերարտադրությանը ոչինչ չխանգարի։ Ես հիմա ուզում եմ կարդալ այս աղբից կամ այս փաստաթղթից, որ պաշտոնական փաստաթուղթ է Արցախի իշխանությունների սահմանադրությանը ընդունումից հետո լրացուցիչ այն կարգը, որով պիտի ստորագրություններ հավաքվի։ Ավելի ճիշտ երկու տող տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ ստուգում է ստորագրողի ինքնությունը։ Ավելի պարզ լեզվով սա մի բան է նշանակում։ Որևէ արցախցու դուրը, ասենք, որևէ մեկը չի կարող ծեծել Արցախից, ասել, այս կարգ ուզում ենք փոխել եւ նա ինքնական ստորագրի։ Պիտի հավաքվեն միտեղ, պիտի գա գյուղապետը կամ գյուղապետի ներկայացուցիչը, կամ ասենք, եթե Ստեփանակերտ քաղաքում է քաղաքապետը կամ քաղաքապետի ներկայացուցիչը եւ իր ուշիմ հսկողության տակ մարդը իր անձնագրի տվյալներով գա, նա տեսնի հստակ, այսպես ասած, ստորագրությունը վերջում էլ ինքը հաստատի, որ այո, ինքը տեղյակ է։ Սա ինչ է նշանակում։ Դուք պատկերացրեք իշխանության համար աշխատող իշխանավորը, փոքրիկ իշխանավորը, մեծ իշխանավորի աշխատողը իր շենի, իր գյուղի, գյուղացուն ուրեմն ինչպիսի ճնշման կարող է ենթարկել։ Այս ամբողջը արված է, որպեսզի Արցախի իշխանությունները մի, այսպես ասած, կլոր փակ համակարգ ստեղծեն եւ այդ համակարգով շարունակեն վերարտադրվել։ Սա հանցավոր
համակարգ է եւ սա հանցախումբ է։ Գուցե եւ ես վստահ եմ, հասարակությունը եւ Սամվել Բաբայանի կերպարը, այսպես ասած, այդ համարձակությունը կտա մարդկանց, եւ մարդիկ թքած կունենան այս իրականության վրա, բայց այս իրականությունը արված է մեկ նպատակով։ Արցախի իշխանությունները մեկը մյուսին փոխանցելով իշխանությունը շարունակեն գոյատևել, շարունակեն ապրել, շարունակեն մեր երեխեքի արյան, մեր բոլորի հավատքի գնով իրենց ապօրոնի գործողությունները եւ հանկարծ տարիներ անց նորից պարզվի, որ սրանք Եվրոպաներում ու չգիտեմ Կիևներում հյուրանոցներ են ստեղծել իրենց համար, դրոշակա կալասկա են ստեղծել, իսկ մեր զինվորը անպայման պիտի պակաս լինի, մեր զինվորի հարցերը, մեր սահմանների հարցերը, դա նշանակում է գտնվում է եւ շարունակելու է գտնվել ապիկար իշխողի ձեռքում, ինչը հույս չի ներշնչում սահմանի անվտանգության հետ կապված։ Ինչու եկեղեցու հարևանությամբ ես այս զրույցը ձեզ ասացի եւ պատմեցի այս ամենը։ Մի պարզ պատճառով, սրանց հոգում Աստված չկա։ Արցախցի մարդը, Արցախի ժողովուրդը, մենք բոլորս հայ ժողովուրդը, ուրեմն թիկունքով դեպի երկիր եւ կրծքով դեպի թշնամին տարիներ շարունակ հերոսաբար կռվել ենք ու դեռ կռվում ենք։ Եվ ոչ նրա համար, որ անաստված մարդիկ, անհոգի մարդիկ պարզապես հաշվարկեն Հովհաննես Թումանյանի ասած, ուրեմն խորամանկ աղվեսի պես, թե այս սարն իմն է, այս ծառն իմն է, ծառում փչակ կա, փչակում մի բուն է սո եկել, տիրացել տակուն։ Եվ ամեն անգամ միջև գուցե Թումանյանի ուրեմն չարի վերջը պատմության վերջ լինի եւ ագրավը կկվին ասի, որ ախր էտով է այդ հիմարը։ Սարը բոլորիս է հավասար։ Նա խարդախ է, որտեղից նրան կացին։ Ուրեմն պիտի գա այս ճշմարտություններն ասելու եւ ճշմարիտ վարվելու ժամանակը։ Անկեղծորեն մտածում էի գնալ հասնել, չգիտեմ, նախագահի նստավայր Բակո Սահակյանի, մյուսի եւ հարցնել դրա համար էր ձեր մամուլի պետ անունը չգիտեմ, ներեցեք, Բաբայանը, պարոն Բաբայանը հայտարարում, որ դե կարգ կա ստորագրություններ հավաքելու, համաձայն կարգի ըստ սահմանադրության կարող է Սամվել Բաբայանը հավաքել։ Դրա համար էիք հոխորտում, որ այսպիսի կարգ եք սահմանել, այսպիսի հանցաթուղթ եք ստեղծել։ Մարդու իրավունքների պաշտպանություն, ընդհանրապես մարդու իրավունքների ոտնահարման, մարդուն տրորելու մի փաստաթուղթ։ Մի պահ մտածեցի, մի քանի երկիր կա, մի քանի տարածքներ կան, գուցե Սիկտիվկարում կա այդպիսի փաստաթուղթ, գուցե Բակո Սահակյանին բանին ուղարկենք Սիկտիվկար թող տեսնեն, այնտեղից են վերցրել, ինչ են էլ պարզվեց, որ չէ, ոչ Սիկտիվկարում կա, որ նրանց ուղարկենք, ոչ Որկուտայում կա, ոչ Մոզամբիկում։ Ինչ եք դուք անում, ինչպես եք դուք մտածում։ Ես այս դեպքում, եթե մարդու իրավունքների ոտնահարման խնդիրը չլիներ, նույնիսկ բեդվինները անապատում ինքնասիրությունից ցածր կհամարեն նման կերպ վարվել իրենց ծառաների հետ։ Դուք Արցախի, Հայաստանի անկախությունը պայքարով ու արյուն քրտինքով վաստակած քաղաքացիների հետ։ Ես ոնց եք ձեզ թույլ տալիս վարվել։ Ով է ձեզ թույլ տվել ընդհանրապես, ինչ իրավունք ունեք դուք։ Ահա, այսքանը կուզեի ասել, հուսանք, որ կհայտնվեն Արցախի իշխանությունները այնտեղ, որտեղ նրանց տեղն է, այս ապօրինությունների համար այնտեղ, որտեղ այս պահին Ռոբերտ Քոչարյանն է, եւ Սերժ Սարգսյանը պիտի հայտնվի եւ բոլոր նրանք, ովքեր փորձել են ամեն կերպ տրորել մեր ժողովրդի արժանապատվությունը, սեփականացնել հաղթանակները, պղծել պատմությունը եւ դեռ հույս ունեն, որ պիտի շարունակեն այսպես ուրեմն գոյատևել։ Հուսանք, որ դա այդպես չի լինի, ես կփորձեմ նաեւ հանդիպել Սամվել Բաբայանի հետ, խոսել այս թեմայով եւ էլի ուրեմն ձեզ հուզող թեմաներով։ Կհանդիպենք։